Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է։ Քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը, եւ ճանաչում եմ իմ ոչխարներին եւ ճանաչվում նրանցից, ինչպես հայրը ինձ է ճանաչում, ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, նրանց եւս պետք է այստեղ բերեմ եւ իմ ձայնը պիտի լսեն եւ պիտի լինեն մի հոտ եւ մի հովիվ։ Բազմաթիվ անգամներ ընթերցվում է Հովանու ավետարանի 10-րդ գլխի այս հատվածը 11-ից 16 համարները։ Եվ հատկապես այն դեպքերում, երբ որ մենք կատարում ենք տոնը եկեղեցու հայրապետների։ Ինչի, որովհետև մեծ հովվապետը, բարի հովիվը, քաջ հովիվը իր օրինակով սովորեցնում է, թե ինչպիսին պիտի լինեն հովիվները, հայրապետները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները, հոգևոր հոտի հովիվները։ Ասում է պիտի լինեն անձնուրաց, իրենց կյանքը պիտի դնեն իրենց հոտի համար, որպիսի հոտին տանեն փրկության ճանապարհով, որպիսի հոտին առաջնորդեն երկնքի արքայության ճանապարհով եւ թույլ չտան, որ հոտը շեղվի փրկությունից, որ հափշտակող գայլերը հոտը ցիրուցան անեն։ Եվ խոսում է նաեւ վարձկանների մասին, որոնք չեն հետևում ճշմարիտ եւ լավ հովվի օրինակին, այլ իրենց հովվությունը ծառայեցնում են իրենց անձերի համար։ Ոչ թե հոտի փրկության մասին են մտածում, այլ իրենց անձի շահի մասին են մտածում։ Եվ այսօր մենք հայ առաքելական եկեղեցին կատարում է տոնը Սուրբ Իսահակ Պարթև հայրապետի, որը վերջինն էր Գրիգոր Լուսավորչի շարավիղներից, վերջին 7-րդը։ Սուրբ Իսահակ հայրապետը որդին էր Ներսես մեծ հայրապետի, որ շատ վաղ տարիքում մորից զրկվեց, հայրն ուսումնառության մեջ էր գտնվում Կեսարիայում, մեծացավ մորենական պապական տանը, Մամիկոնյանների տան մեջ։ Ինքն էլ հետևելով իր հոր օրինակին, կրթություն ստացավ Կեսարիայում եւ Բյուզանդիայում, շատ լավ կրթություն ստացավ։ Լավ տիրապետում էր այն ժամանակվա կարևորագույն լեզուներին, հունարենին, ասորերենին, պարսկերենին, որոնք այդ ժամանակ Հայաստանում շատ գործածական էին, հունարենը եւ ասորերենը եկեղեցում օգտագործվող ծիսական լեզուներն էին, պարսկերենն էլ արևելյան Հայաստանի մեջ պետական լեզու էր, որտեղ պարսկական իշխանության տակ էր գտնվում, տիրապետության տակ էր գտնվում Հայաստանը։ Լավ կրթություն ստանալուց հետո Սահակ հայրապետը վերադարձավ Հայաստան եւ վարքագիրներն ասում են կամ շատ շուտ այրիացավ, որովհետեւ ամուսնացյալ էր, ուներ մեկ զավակ, մեկ դուստր ուներ, Սահականուշը, որը ապագա Վարդան Մամիկոնյանի մայրն պիտի լիներ։ Այսինքն Վարդան Մամիկոնյանը Սուրբ Սահակ Պարթև հայրապետի թոռն էր, աղջկա զավակն էր,
ասում է շատ վաղ այրիացավ կամ կնոջ հետ փոխադարձ համաձայնությամբ որոշեց հոգևոր կյանքով ապրել եւ ասում է ճգնողական, աղոթական կյանքով էր ապրում։ Աշակերտներ հավաքեց իր շուրջը, 60 աշակերտներ ուներ եւ զբաղվում էին հոգևոր առաջադիմությամբ, աղոթքներ, սուրբ գիրք, ժողովրդին քարոզ եւ այսպես մինչեւ իր կաթողիկոս լինելը 387 թվականին Խոսրով երրորդ թագավորի ջանքերով Սուրբ Սահակ Հայրապետը դարձավ հայոց կաթողիկոս եւ շատ երկար կաթողիկոսեց Հայաստան աշխարհում շուրջ 51 տարի ըստ վարքի 39 տարեկան էր երբ դարձավ կաթողիկոս եւ ննջեց 90 տարեկան հասակում իր ծննդյան օրը ասում է վարքագիրը իր կաթողիկոսության շրջանը շատ արդյունավոր էր մեզ համար եւ շատ դժվարին շրջան էր կաթողիկոս եղավ 387 թվականին ննջեց 438 թվականին Առաջին տարիները իր կաթողիկոսության հանդարտ էին անցնում, բայց երբ Պարսից շահը գահընկեց արեց Խոսրով երրորդ թագավորին, իր հավանությամբ ընտրված կաթողիկոսին պաշտոնան կարեց, այսինքն ներսես մեծին պաշտոնան կարեցին եւ կանչեցին Տիզբոն Ներկայացավ Պարսից արքունիք, այնտեղ իր առաքինությունների, իր իմաստության, իր սրբակենցաղության համար մեծ պատվի արժանացավ։ Ոչ միայն Պարսից արքունիքում վերհաստատեցին իր կաթողիկոս լինելը, այլ նաև իր ջանքերով Հայաստան աշխարհին շնորհների արժանացնին եւ նաեւ իր ջանքերով ասում է իր միջնորդությամբ պաշտոնան կարված թագավորի փոխարեն հայոց թագավոր կարգեցին Խոսրովի եղբորը Վռամշապուհին եւ Հայաստան վերադառնալով մեր ազգի համար մեծագույն գործերից մեկը կատարվեց, ինչը հայոց գրերի գյուտը, որտև Հայրապետը միշտ իր հոգում կրում էր փափագը, որ Աստվածաշունչը պիտի հայերեն խոսի հայ ժողովրդին, որովհետև մինչ այդ եկեղեցիներում Աստվածաշունչը ընթերցվում էր ասորերեն կամ հունարեն եւ քահանաները բերանացի թարգմանում էին ժողովրդի համար։ Եվ այս փափագը Հայրապետը վաղուց ի վեր ուներ, բայց երբ Մեսրոպ վարդապետը ներկայացավ Սահակ Հայրապետին եւ ասեց, որ այս տեսիլքը փափագը ինքն էլ ունի, որ հայոց գրեր պիտի ունենանք, որպեսզի Աստվածաշունչը հայերեն խոսի, լծվեցին իրար հետ միասին Սահակ Հայրապետն ու Մեսրոպ վարդապետը եւ իրենց էլ աջակից եղավ օրվա թագավորը Վռամշապուհը ամեն ինչով զորակցելով, աջակցելով եւ վերջապես մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք հայոց այբուբենը եւ առաջին գործ եղավ Աստվածաշնչի թարգմանությունը Թեև Մեսրոպ Մաշտոցն էր գրերի գյուտի հեղինակը, բայց այդ գրերի գյուտը տեղի ունեցավ Իսահակ Հայրապետի աջակցությամբ եւ առաջնորդությամբ։ Եվ պատմագիրներ այս մասին են փաստում։
Իսկ Աստվածաշնչի թարգմանությունը լիովին պարտական ենք Իսահակ Հայրապետին, որովհետև Մեսրոպ Մաշտոցը և մյուս աշակերտները դիմեցին Իսահակ Հայրապետին, որպեսզի ինքը այդ թարգմանությունը կատարի և ղեկավարի թարգմանելու գործը։ Եվ Աստվածաշունչը Իսահակ Հայրապետի ջանքերով թարգմանվեց։ Ուրեմն շատ մեծ գործեր արվեց այդ ժամանակ։ Առաջինը գրերի գյուտից հետո դպրոցներ բացվեցին, որտեղ առաջին աշակերտները հայերեն լեզվի եղան Սահակ Հայրապետի 60 աշակերտները և Մեսրոպ Վարդապետի 40 աշակերտները, որոնք առաջինը սովորեցին հայոց լեզուն, հայոց լեզվի առաջին ուսուցիչները եղան, և ամբողջ Հայաստան աշխարհով մեկ բացվեցին հայկական դպրոցներ։ Մենք այսօր խոսքով ասում ենք, մի հատ դպրոց բացելը ինչքան դժվար է, բայց ամբողջ Հայաստանով դպրոցներ բացվեցին։ Ամբողջ Հայաստանով սկսեցին հայերեն ուսուցանել։ Ով արեց։ Եկեղեցին արեց։ Եկեղեցականներն արեցին, որոնց գլխին հայոց Հայրապետ Սահակ Պարթևն էր։ Աստվածաշնչի թարգմանությանը զուգահեռ սկսեցին աստվածաբանական, ծիսական, հոգևոր գրականություն թարգմանել։ Սահակ Հայրապետը և իր աշակերտները։ Եվ այս ծանր ժամանակները, հիմա կտեսնենք, թե ինչի ծանր, որտև հայոց երկիրը հեծում էր պարսկական լծի տակ։ Մեր պատմության մեջ կոչվեց ոսկե դար։ Եվ այդ ոսկե դարի առանցքային գլխավոր գործիչը եղավ Սուրբ Սահակ Հայրապետը։ Իր և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից շատերին ուղարկեց արևմուտք կրթություն ստանալու համար, որոնք եկան և դարձան մեր թարգմանիչ վարդապետները, որոնք եկան դարձան հետագա դարերի մեր սրբերը։ Մի քանի օր հետո Աստված որ կյանք տա մեզ բոլորիս, երեքշաբթի օրը տոնելու ենք Ղևոնդյանց տոնը, հինգշաբթի օրը Վարդանանց տոնը։ Ովքեր են այս Ղևոնդյանք և Վարդանանք։ Բոլորը Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներն էին։ Այսինքն ոչ միայն իրենց գործը, այլ իրենց ավանդած սերունդները սրբեր եղան, որտև այս սրբերի ձեռքի տակ էին մեծացել, որտև այս սրբերի հոգածության և աղոթքներով էին մեծացել։ Մեր աղոթքներով և մեր ձեռքի տակ սերունդ մեծացավ սրբերի, այն սերունդն է մեծացել, որ այսօր Հայաստան աշխարհը կառավարում է։ Սրբերի սերունդ են։ Ուրեմն մենք ինչքան ենք հեռու, որպես հովիվներ, մեր սուրբ հայրերից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից և իրենց աշակերտ սրբերից։ Ուրեմն մենք լավ հովվի օրինակով չընթացանք։ Աստվածաշունչը մեզ ասում է վարձկաններ եղաք, որտև հոտին տիրություն չարեցիք, և հոտը հափշտակեցին գայլերը ու ցիրուցան արեցին։ Վռամշապուից հետո իր որդին նստեց հայոց գահին, որը անառակ վարք ու բարքով էր ապրում, նախարարները ապստամբեցին թագավորի դեմ և դիմեցին Պարսից շահին, որպեսզի թագավորին գահընկեց անեն։ Խուր վիճակը, թագավորի դեմ ապստամբելով օտարին են դիմում, թշնամուն են դիմում, ում լծի տակ հեծում էին, որպեսզի գա իրենց թագավորին գահընկեց անի։ Եվ դիմում են նաև հայոց Հայրապետին, որպեսզի միանա իրենց թագավորի դեմ։ Եվ ինչ է ասում Սուրբ Սահակ Պարթևը, իր հայտնի խոսքն է, որ պատմության մեջ դարել է դասական խոսք և անընդհատ կրկնվում է մինչև այսօր։
ասում է իմ հիվանդ ոչխարին օտարի առողջ գազանի հետ չեմ փոխի։ Այս դասը լավ կլներ, որ մենք մինչև այսօր առնենք ու մեր մտքերի մեջ ունենանք։ Օտարի գազանները մեզ օգուտ չեն բերելու։ Եվ սրա արդյունքում ինչ եղավ, նախարարները գնացին, ոչ միայն թագավորին գահանկեց անել տվեցին Պարսից շահի ձեռքով, այլ նաև հայրապետի դեմ չարախոսեցին։ Ասեցին, այն ինչ որ այսօր են ասում, ասեցին Սահակ հայրապետը օտար պետության շահերին է ծառայում, Հունաստանին է ծառայում, Պարսկաստան, այդ մեր հայրապետը հունամետ է, հույներին է ծառայում։ Եվ հայրապետին էլ Պարսից շահը իր պաշտոնից հեռացրեց եւ Պարսկաստանում աքսորական վիճակի մեջ պահեց Տիզբոնում 4 տարիներ։ Եվ դրա փոխարեն Պարսից շահը Ասորի մի բրքիշո եպիսկոպոսի նշանակեց հայոց հայրապետ, որը զբաղվեց եկեղեցու եւ Հայաստանի թալանով։ Փառք Աստծո, որ Սահակ հայրապետի գործակիցը, հավատարիմ գործակիցը Սուրբ Մեսրոպ Մաշտոցը այդ ընթացքում Հայաստանում էր, Վաղարշապատում էր եւ Սահակ հայրապետի հոգեվոր ընթացքը պահում էր Հայաստանի մեջ։ Հետո փոշմանեցին այս նախարարները տեսան ես ինչ չարիք բերեցինք մեր գլխին, գտնացին նորից Պարսից շահին դիմեցին, որ փոխի մեր կաթողիկոսին։ Բայց միաբան չէին։ Նախարարների մի մասն ուզում էր, որ Սահակ հայրապետը վերադառնա, մի մասն ուզում էր, որ ուրիշ կաթողիկոս ունենան։ Եվ Պարսից շահն էլ երկուսի ուզածն էլ արեց։ Ասեց, այ այս մյուս Ասորի Շմուելը թող լինի ձեր կաթողիկոսը, որը պիտի զբաղվի եկեղեցու տնտեսական, վարչական, նյութական գործերով, քաղաքական գործերով, Սահակ հայրապետն էլ թող լինի ձեր հոգևոր կաթողիկոսը։ Եվ Շմուելը եկավ նստեց Էջմիածնում, Սահակ հայրապետն էլ գնաց Բագրևանդ։ Եվ այնտեղից հոգևոր խնամք էր տանում իր հոտին։ Իր տեղապահը Մեսրոպ վարդապետը Էջմիածնում էր։ Ծանր օրեր են, չէ՞։ Կաթողիկոսի աքսոր, հետո վերադարձ, այն էլ ամեն ինչից զրկված միայն հոգևոր հարցերով պիտի զբաղվեր եւ այսպես կաթողիկոսը կառավարեց, խնամք տարավ մինչև իր մահը, արդեն ծերունազարդ 80 անց եւ վերադարձավ 82 տարեկան էր։ Իր ուժերի ներածի չափ այդ տարիքի շրջում էր, քարոզում էր, հաստատում էր, հովվում էր, զորացնում էր եկեղեցին։ Եվ 90 տարեկան հասակում 438 թվականին խաղաղության մեջ ննջեց։ Այս Սուրբ Հայրապետի բարեխոսությունն ենք մենք այսօր խնդրում։ Մեր եկեղեցու համար, մեր հոգևոր հայրերի համար, մեր հայրապետի համար, մեր եպիսկոպոսների համար, մեր վարդապետների համար, մեր քահանաների, մեր սարկավագների, մեր ժողովրդի, մեր ողջ եկեղեցու համար։ Որպեսզի այս բարի հովվի օրինակով եւ իր բարեխոսությամբ մենք էլ նույն ընթացքն ունենանք։ Որ մեր սերունդները չլինեն այն ինչ որ մենք այսօր ունենք։ Ասում է ամեն ծառ իր պտղից է ճանաչվում։ Մեր ծառի պտուղները սրանք եղան, որը մեր ծառն այդպիսին էր։
որպեսզի սուրբ սերունդ ունենաս, պիտի սուրբ լինես, որ քո սերունդդ էլ սուրբ լինի։ Մենք սուրբ չենք, մեր սերունդն էլ սուրբ չի։ Ուրեմն ինչ պիտի անենք, պիտի ձգտենք։ Մենք շատ հեռու ենք սուրբ լինելուց։ Գոնե բարեպաշտ լինենք, որ մեր սերունդն էլ բարեպաշտ լինի։ Այս փուլում հետագայում թերևս սրբեր էլ կլնեն եւ սուրբ սերունդներ էլ կլնեն։ Բայց գոնե ձգտենք բարեպաշտ լինելու։ Ուրիշ տարբերակ չունենք։ Ուրիշ բան չունենք։ Եվ այս սրբերի օրինակը մեզ համար շատ կարևոր է։ Ուրեմն ինքը մինչև կաթողիկոս լինելը ժամանակի լավագույն կրթությունը ստացավ, բայց դա բավարար չէր, չեկավ ու դառավ կաթողիկոս։ Դրանից հետո գնաց դառավ ճգնավոր, երկար տարիներ ճգնեց, աղոթեց, խստակրոն կյանքով ապրեց, նոր եկավ դառավ կաթողիկոս։ Հետո մի բան էլ, կյանքի վերջի շրջանն էլ, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես իր որդիները, այնպես էր Սուրբ Սահակ Հայրապետը, էլի իր կյանքի վերջի շրջանը անցկացրեց աղոթական, ճգնողական վիճակի մեջ, այդ ծերունազարդ հասակում, կաթողիկոս լինելով։ Սիրում էր աղոթել, սիրում էր առանձնություն, սիրում էր հոգևոր խոկում։ Իմ կարծիքով այս բաները մեր կյանքից, եթե նույնիսկ կա շատ քիչ է, բացակայում է։ Այսինքն մի կողմը կա, մյուս կողմը տկար է, հոգևոր կողմը տկար է։ Եվ այս հոգևոր կողմը պիտի զորացնենք։ Եվ փառք Աստծո, աստվածային նախախնամությամբ էր, որ երբ աքսորից վերադարձավ, գոնե ասեցին թող լինի ինքը կաթողիկոս հոգևոր հարցերով։ Պողոս առաքյալը մեզ ուղղակի հորդորում է, ասում է լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, եւ նրանք ուրախությամբ թողանեն այդ բանը եւ ոչ հոգոց անելով, քանի որ այն ձեր օգուտի համար չէ։ Հիմա լսեցեք ձեր առաջնորդներին, այստեղ ես ոչ միայն այսօրվա իրավիճակն եմ նայում, այլ մեր առաջնորդներն էին Գրիգոր Լուսավորիչը եւ իր սերունդները եւ հատկապես իմ մասնավորի Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը։ Ուրեմն մենք իրանց պիտի նայենք, իրանց պիտի լսենք եւ իրանց օրինակին հետևելով պիտի ջանանք մեր կյանքն ապրել եւ իրենց բարեխոսությամբ թերևս այս վիճակից կարողանանք դուրս գալ եւ զորանալ որպես քրիստոնյաներ, զորանալ որպես եկեղեցի, զորանալ որպես ազգ, ժողովուրդ, երկիր, որպեսզի մենք էլ ունենանք, եթե ոչ ոսկե, գոնե արծաթե դար ունենանք մեր կյանքի մեջ։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։